Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց ես ուզում եմ նաև պարզ լինի բոլորիս համար։ Այն ռազմավարական գործարքը, որը ես պատկերացնում եմ եւ իրականացնում եմ, հետեւյալն է։ Ես ասել եմ եւ անդրադարձել եմ եւ դրանք են եղել ծանր որոշումները, որ ես կայացրել եմ, հանուն եմ բանի, որ ես սիրում եմ, որովհետեւ հասկացել եմ, որ եթե այդ որոշումները ես չկայացնեմ, եւս 50 տարի, եւս 20 տարի, եւս 10 տարի կամ գուցե ավելի կարճ տարբեր կոնֆլիկտներով մեզ ես չլնեմ ձեզ Հայաստանի Հանրապետությանը սենց կոնֆլիկտների միջով քարշ են տալու միջև վերջին կաթիլը առնակամ անելու ճանապարհով ես կանգնել եմ եւ ասել եմ վերջ ընդ որում այդտեղ ամենամեծ առանձնահատկությունը գիտեք որն է մեր պատմության մեջ եմ ես անընդհատ փնտրել մեր հարցերի լուծումները մեր չգիտեմ տեսած կլնեք որ մեր պատմության հատորյակները անդադ ցույց եմ տալիս մեր մեծագույն դժբախտությունը միշտ եղել է այն որ մենք թույլ ենք տվել որ մեզ անընդհատ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ հետո օգտագործելուց հետո միշտ մեզ դեն են շպրտել մեզ թողելով բախտի քմահաճույքին Մեր պատմական բոլոր դժբախտությունները կապված են եղել սրա հետ։ Մեր պատմական բոլոր դժբախտությունները սրա հետ են կապված եղել։ Եվ այսօրվա առանձնահատկությունը ինչ է։ Այսօրվա առանձնահատկությունն է, որ մենք ասում ենք մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր որոշումների տերը եւ մենք առաջնորդվում ենք միայն ու միայն մեր պետության, Հայաստանի Հանրապետության պետական շահերով, այսինքն պետության ու քաղաքացու շահով։ Որ եմ համարում պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից օգտագործվող խոսույթները։ Նրանք խոսում են հասկանում եք ժողովուրդ, երբ որ մենք խոսում ենք տարբեր վերադարձերի մասին, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի ժողովրդի, Բաքվի ժողովրդի, Նախճեվանի, որովհետև Նախճեվանում էլ են հայեր եղել, Բաքվում էլ են հայեր եղել, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլն եւ այդպես շարունակ, բազում տեղերում, երբ որ մենք բացում ենք այդ դուռը եւ առաջ ենք մղում մերոնց վերադարձի թեման, այդ նույն դուռը բացվում է եւ հակադարձ օգտագործվում է նրանց վերադարձի թեման։ Ես դրա համար եմ ասել, որ Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնել, որովհետեւ դա ճանապարհն է, որով մենք ամուր եւ անվերադարձ փակում ենք այդ դուռը եւ ես համոզված եմ, որ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետեւ հակառակը նշանակում է, որ մենք նորից մտնենք կոնֆլիկտի մեջ եւ մեր պետությունը առնակամ լինելու բախտի քմահաճույքին դատապարտենք, որի արդյունքում նրանց այն մարդիկ, ովքեր մեզ ուզում են տանել այդ ճանապարհով, նրանց նպատակն է, որ Հայաստանը չլինի պետություն, առավելագույնը որ լինի ֆորպոստ եւ ես կարծում եմ, որ մենք այլևս չենք վերադառնալու ֆորպոստի կարգավիճակում, ընդ որում, հանկարծ սա չկապեք որևէ կոնկրետ երկրի հետ, հանկարծ որևէ չկապեք կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Հայաստանը դրա համար է որդեգրել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Դա նշանակում է մենք որ ոչ թե որևէ մեկի ֆորպոստը չենք լինելու ընդհանրապես, մենք ֆորպոստ չենք լինելու ընդհանրապես, մենք լինելու ենք ազատ, անկախ, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն։